որտեղ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ զորոյի ձգտող հավանականություն իմպիչմենտի բերելով է նրան, որ Նիկոլ Փաշինյանը 6 ամիս որը նման գործընթաց ունենալու կամ չունենալու երաշխիք ունենալ։ Ես վստահ չեմ, որ դա ճիշտ է։ Ոքի քարոզիչներ կան, որ մտել են այս խնդրի մեջ, իմ տպավորությամբ լավ չպատկերացնում, որ թե ինչ են անում։ Գործընթացին ձեր ընդհանուր գնահատական արդեն տեխնացուներ կան, այնուամենայնիվ ինչ որ բան ընթանում է։ Ձեր քաղաքական թիմը խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր շարքն է։ Ես չեմ մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական սցենար։ Նույնիսկ նախաձեռնողները ասում են, հա ինչ ա եղել, փորձեն չլի։ Անկամ տեխնացուն։ Անկա, հա, 10 օր առաջ ուրիշ կարծիք։ Տեխնացուն 10 օր առաջ ասում էր դա իրատեսական չէ։ Հիմա ես ավելի պրագմատիկ մարդ եւ մտնել մի process-ի մեջ, որը զորոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չի։ Ես կարող եմ ասել, թե ում է դա հետաքրքիր։ Օրինակ, կարող մարդ կա, ում համար օրինակ 48 ժամ լինել վարչապետի տեխնացու, դա կյանքի երազանք։ Ոքի կյանքի երազանքն է, պատկերացնում եք հանկարծ անհայտ, ոչ մեկ տեղը չգիտի, ու դու քննարկումների կենտրոնում ես հայտնում, հարցազրույցներ ես տալիս, ես տաղավարներ են հրավիրում, on-line քո հետ միանում են, դու կարծիք ես ասում, դու դառնում ես ինչ որ մի այդ պայի համար մի կենտրոնական դեմք։ Ոչ եթե մարդու համար այդ 48 ժամը ուշադրության կենտրոնում լինելը կրկնեմ կյանքի երազանք է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է բան անենք, ֆոն դառնանք կամ դեկորացիա դառնանք այդ երազանքը իրականացնելու համար ինչ որ մարդկանց։ Այդ դրա համար։ Իդեպ բառներ չի օգտագործում, խոսք գնում է վստահության քույի մասին։ Ասում են փողոց պիտի հավաքեն բոլորն, չէ՞ դա ասում։ Փողոցի ճնշման ճանապարհով հարցը լուծը։ Եթե դու այնպեսի փողոց ես հավաքել, եւ ճնշումը այնպեսի ուժգին է, որ կարող է 20 հոգի sense հրաժարվել, այն հրաժարական է պահանջում։ Ան որ ներկայացում։ Վարչապետը հրաժարական է տալիս, հարցը լուծում ես, իսկ դրա համար պետք է նախահեղափոխական իրավիճակ փոխություն։ Այս փողոցի կոնտրոլի իշխանությունը պետք է կոչվի։ Իսկ նշանակում է հրաժարական կամ հեղափոխություն։ Այն սիրուն անուններով, ինչ որ համանadrության վրա հղումներ կատարելով բանման դու անդորջ է դա։ Դրա համար մենք չի պատմում այդ պատմության մեջ, հիմա պրակտիկան հայտարարություն արել, որոշ կետեր անշել։ Հիմա այդ մարդկանց հետ արկերապոս զբաղվել։ Դա ինֆոպովոդ է, այդ ինֆոպովոդը հնարավորություն է տալիս հարցազրույցների բաների, օքեյ, ճանաչելությունը ավելացնում ինչ որ մարդկանց, ում քիչ են ճանաչում եւ ովքեր նեղում են դրանից միգուցե։ Գիտեք, ինձ տանոթ են նաև գնահատականներ հենց մարդկանց, որոնք ընտրել են ձեր գաղափարակիցներն են մեծ հաշվով, որոնք ձեզ մեղադրում են այս փուլում գոնե մի փոքր սեփական վարկանիշի մասին չմտածելու համար եւ գոնե ֆորմալ առումով մի պահ ոչ թե լոգիկ մտածելու եւ խնդիրների էության մեջ կորանալու, այլ զուտ մակերեսային Նիկոլ Փաշինյանի դեմ ինչ որ մի բան է տեղի ունենում, ես միանում եմ դրան։ Այսպիսի պահանջներ են ձեզ ներկայացնում։ Ես հավատում եմ ձեզ, որ կա երևի նաև իմ կողմնակիցների մոտ մի զանգված, որոնք ասում են դու քանի որ ես պրագմատիզմից եմ խոսում, որ պրագմատիկա նաև սա է։ Ընդունում եմ սա, բայց այդ դեպքում ես չեմ։ Մամիկուց ես սկսեմ դա անել մի ավելի մեծ, ասենց ասեմ, հատված իմ աջակիցների ինձանից կհիասթափվի, չգիտեմ։ Հետո դա մի բան լինելու, մի քայլեր են լինելու, որոնք իմ էության հետ ասենց չեն խոսելու, որոշակի դիսկոմֆորտ ես ներսում կզգամ։ Բայց զուտ պրագմատիկ տեսանկյունից ճիշտ է։ Պարոն Քոչարյան, խմբակցության հայտարարության մասին հիշեցրեցիք։ Խմբակցության հայտարարության մեջ բավական ուշագրավ էր մի հատված, որ խմբակցությունը, Հայաստան խմբակցությունը ընդգծել էր, որ սա թիրախավորում է եւ Հայաստան խմբակցությանը եւ նաեւ ձեզ այս գործընթացը։ Ձեզ ով է փորձում թիրախավորել, որովհետեւ մենք դրանից հետո տեսանք ընդդիմադիր շրջանակներում փոխադարձ քննադատություններ եւ ամենահիմնական, այսպես հիմնական հարցերից մեկն այն էր, որ տեխնացու խնդիր կա ընդդիմադիր դաշտում եւ չեն կողմնորոշում ընդդիմադիրները դրա համար քննադատության սլակները նաև ուղում ձեր դեմ։ Իդեպ հիշեցնեմ, որ նաև պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը, երբ որ հարց հնչեց լրագրողների կողմից, որ ենթադրենք Ռոբերտ Քոչարյանը տեխնացություն առաջադրվի, դուք ինչպես կվարվեք, նրանք ասացին, որ կողմ կքվեարկեն։ Ինչու են ձեզ թիրախավորում։ Սկսենք այդտեղից։ Առաջինը հենց իրեն շեֆ